ծնողների հետ խառը կալանքի երկու ամսով երկարատև։ Այսինքն բա եկեղեցին իր ներքին կանոնակարգով չղեկավարումով ղեկավարվի։ Լավ, հիմա ինչ եք ուզում։ Մենք էլ ենք այդ հարցնում էլի։ Ունեք ավտոմատ, արի վերցնենք գնանք։ Նիկոլ Փաշինյանի գործողություններում հանցակազմ տեսնում եք թե ոչ, շատերը կարծում են, որ Փաշինյանը գործակալ է, եթե գործակալ էր, ապա երբ որ իշխանության եք, ինչու չէիք կարողացել այդ վտանգը կանխել, ինչու չէիք կարողացել վտանգը չեզոքացնել։ Ախր դուք այնպեսի հարցեր եք տալիս, որ պատշաճ չի։ Եթեներով սկսում եք, հետո նորից եթեով։ Ինչ է նշանակում, ես չեմ կարող ասել, որ նա գործակալ է։ Մինչև չիմանամ, չտեսնեմ փաստաթուղթ, ապացույցներ չտեսնեմ։ Բայց որ նա ամբողջը մխտարեց, ամբողջը փչացրեց, այդ միանշանակա չէ։ Ամեն ինչ արեց։ Գործողությունները ում են ձեռնարկում, Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ մարդկանց մտահոգությունները կարող են այդ մասով արդարացնել։ Հիմա ձեր գործողությունները ինչ որ հիմա դուք փորձում եք անել, ընդդիմությանը ձեռնարկու է։ Դուք փորձում եք ինձ պրովոկացիայի ենթարկել։ Բայց այդպես եք անում, եթե ապայով միշտ այդպես է։ Հասկանում եք, այդ չի նշանակում էլի որ ես ոնց ասեմ, որ թուրքական գործակալ է, եթե ձեռից տակ փաստաթուղթ չկա։ Ոնց ասեմ։ Իսկ հանցակազմ պարունակում է, թե չէ, սահմանադրությունը վերից վար հանցակազմ պարունակում է, թե չէ գործողությունները։ Ես հանցակազմ պարունակելու մասին չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել բազմաթիվ խախտումների մասին եւ սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենքների։ Հիմա դուք բնորոշեք, դա հանցակազմ կա, դավաճանություն կա, գործակալի մասնակցություն կա, թե չէ, ինքներդ որոշեք։ Պարոն նախագահ, ձեր գործի հետ կապված ասեցիք եռաբլուր անունը, այսպես կարծես թե հատուկ է շեշտվում, այդպես տեսնում եք ինչ-որ միտում հատուկ շեշտելու, հենց Հատուկ է շեշտվում, մի հատ նայեք, տեսեք իշխանական լրատվամիջոցները ինչպես էին այս գործը ներկայացնում։ Այնտեղ կիսակովի պողոտա չկար, ամբողջը եռաբլուր։ Տեսեք հմեկը ինչպես էր ներկայացրել, իշխանական լրատվամիջոցները ինչպես են ներկայացնում, ակնհայտ չի։ Մարդկան վիճակի վրա ազդելու համար Այո, իհարկե, նայեք։ Արադացել էր հապկին, նշելով, որ ըստ էության խոչընդոտ է հանդիսացել, որպեսզի միջազգային գործընկերները Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառեն։ Դες ղեկավարման տարիներին երբևէ հապկը խոչընդոտ հանդիսացել է, որ Ոչ, մենք հապկի անդամ երկրներից ենք սպառազինություններ գնել եւ ստացել, մենք արևմտյան երկրներից ենք սպառազինություններ գնել եւ ստացել, մենք ոնց ասեմ, Չինաստանից եւ այլ երկրներից ենք սպառազինություններ գնել, դա մեկ վատ կարող են ինչ-որ բան խանգարում է, մտավախություն է եղել, որ դրանք կտեղակայվեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ գործընթացի չիմացության արդյունքը, որովհետև ցանկացած երկրի, որտեղ դուրս են երկերում, ապա այդպիսի հավաստիացում տալիս է ստի տեսքով։ Հետո մինչև 18 թիվը մենք այդ զենքերի չէինք օգտագործում ինքնապաշտպանության համար։ Չէինք տանում Արցախ։ Ասենք չիմացության արդյունք է, ինչ-որ ինք խոսում է, Պարոն նախագահ, իսկ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններին ունի շանսեր ընտրվելու։ Չգիտեմ, դա շուտ է դրա մասին խոսել։ Տեսած տալիզար։ Պարոն Մակինյան, կխոսեք։
168 թեմի հարգելի հետևողներ, այսքանով ամփոփում ենք մեր ուղիղ հեռարձակումը, շնորհակալություն մեզ հետևելու համար։ Իրադարձությունների ընթացքին կարող եք հետևել 168 թեմի կայքեջում եւ համանուն YouTube-յան ալիքում։ Մնացեք խաղաղությամբ։